Նորմալ է համարում հոգևորականների նկատմամբ նման վերաբերմունքը, երբ 7-8 ժամ հարցաքննում են նրանց եւ թույլ չեն տալիս, որպեսզի փաստաբանները մտնեն ներս եւ իրենց պաշտպանյանների մոտ։ Եվ բացի այդ, դուք արդարացրեցիք նաեւ գործողությունները, որոնք իրականացվել են Տեր-Վրդանես Բաղալյանի տանը խուզարկության ժամանակ, ասում եք անհետաձգելի գործողություններ իրականացում, չէին կարող թույլ տալ, որ նա գիշերանոցը փոխել։ Սա փաստացի ձեզ համար նորմալ երևույթ է, բացի այդ, այն որ իր մոտից եւ իր ընտանիքի անդամների մոտից իրենց իրերը վերցրել են, ասում եք, որ քննություն է իրականացվում, 10 օր է քննություն է իրականացվում եւ չի վերադարձվել հեռախոսները եւ պլանշետները եւ այլն անձնական իրերը։ Այս առումով սա նորմալ վերաբերմունք է եւ տպավորություն է, որ հրահանգավորված է, որպեսզի միտումնավոր կերպով հոգեվորականներին խուզարկելիս, նրանց բերման ենթարկելիս, նրանց անձը նսեմացնող արարքներ թույլատրվի։ Ձեր մոտ թյուր կարծիք է ձևավորվել։ Ձեր մոտ թյուր կարծիք է ձևավորվել եւ վստահեցնում եմ, որ քննչական կոմիտեում առավելագույնս հարգանք են ցուցաբերում դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ, քանի որ մամուլում նման հրապարակումներ եղավ, որ չգիտեմ, որևիցե իրավունքներ սահմանափակվել էր, ենթադրաբար նման հաղորդագրություններ եղավ, իմ հանձնարարականով ծառայական քննություն է հիմա իրականացվում։ Որ չեն թույլատրել, չգիտեմ, այո, այդ բոլոր երևույթներով հիմա այս մասով ծառայական քննություն է նշանակված եւ ծառայական քննության արդյունքում եթե պարզվի, որ որևիցե սուբյեկտ, որևիցե քննիչ կարգապահական խախտում է թույլ տվել, համոզված եղեք, որ կենթարկվի կարգապահական պատասխանատվության